Երկար ժամանակ ինչ լարված իրավիճակ է տիրում Երևանի Ֆիրդուս անունով հայտնի թաղամասի 44 հասցեում գտնվող բնակելի տան բակում։ Քաղաքացիները դիմել են դատարան եւ դատարանի վճիռ մինչ այս պահը չկա։ Ստացվում է, որ առանց դատարանի որոշման Cars Construction-ը քանդում է նրանց տները։ Եթե չկա դատարանի վճիռ, ինչի է հիմա քանդման աշխատանքներ իրականացվում։ Այս սեփականության իրավունքով այս մարդը ասում է, որ պատկանում է մեր։ Նորից եմ կրկնում, սա մեր սեփականությունն է։ Այստեղ որ հիմա մենք կանգնած ենք, դա մեր սեփական հողն է։ Ըստ վկայականի եւ բանի։ Հիմա մի վարքյան բանջան։ Մերն է։ Ձերը չի, որ այս կողմ գաք նոր ձերն է դառնում, ոնց որ որտեղ կոլիցա չէ ձերը դրած։ Հա, թող մնա մոտս, որտեղ Մարդիկ բողոքարկել են, դատարանը ընդունել է վարույթ եւ դրանով սահմանակապակվել է լրիվ։ Հիմա դատարանը վերջում կորոշի, ինչ կորոշի, ոնց կորոշի, դա ապագայի հարցն է։ Ուրեմն լսի, առաջինը քեզ կոռեկտ պայի։ Այդ որ ասում ես մարդը երազախափա է, տեսը, չի կարելի տես, չափերիդ մեջ մնա։ Մեկ ու երկրորդը, որ ասում ես մարդը երազատեսել դատի է տվել, մարդը դատարանը երազտենալու հիման վրա վարույթ չի ընդունում։ Կարող է երազտենաս վաղը վարչապետն ես, պետք է ելնես ասես ես վարչապետն եմ։ Թե պետք է դիմես դատարան։ Այս մարդիկ ուզում են օրենք խախտելով իրանց գործը անեն, առաջ գցեն, բայց այն մարդիկ, որոնք ապրում են ստեղ, իդեպ ասեմ, ստեղ հիվանդ կինել է ապրում, հա, ինսուլտ տարած կինել է ապրում, այդ թոզը մեր կարող եք տեսնել էլ նաև վիդեոներում, ամբողջը թոզ, ամբողջը, չգիտեմ, վիբրացիաներ, հա։ Ինչն են քանդել այսօր։ Այսօր քանդել են այս մարդկանց Պարիսպը, որ գտնվել է այնտեղ, այս ծառերն են կդրել եւ մենք կարողացանք հասնել այն պահին, երբ որ արդեն ուզում էին շարունակել քանդելը, չթողեցինք։ Քաղաքացիները բողոքում են, որ Հայաստանի իշխանությունները իրենց կյանքը վերածել են դժոխքի։ Նրանց խոսքով առաջին անհրաժեշտության ապրանքների գները հասել են տիեզերական բարձունքների։ Փակվել են հազարավոր աշխատատեղեր, թոշակներն ու աշխատավարձերը մնացել են չնչին։ Բազմաթիվ մարդիկ շարունակում են ապրել կիսաքանդ ու կիսախարխուլ տնակներում։ Մյուս կողմից էլ իրացվում է Երևանի կենտրոնը։ Բնակիչները վտարվում են, նրանց տները քանդվում, մարդկանց թողնելով փողոցում, բախտի քմահաճույքին։